մշակել ենք։ Հրապարակվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի ծրագրային հոդվածը, որը անդրադառնում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ մեր ձևով շարժման անելիքներին։ Կարապետյանը 2026 թվականը որակել է որպես հայ ժողովրդի պատմության համար ճակատագրական տարի, ընդգծելով, որ ընտրությունները վճռորոշ են լինելու պետականության ապագայի համար։ Մոտ կես տարի կալանավորված գործարարը գործող իշխանությանը շարունակում է անվանել փոքրիկ խմբակ, որն ըստ Կարապետյանի ունի դրական փորձ եւ ռազմավարություն, ինչի հետևանքով երկիրը խրվել է պարտքերի մեջ, աղքատությունը սրվել է, իսկ հասարակությունը պառակտվել։ Նա հատուկ շեշտել է նաեւ հայ առաքելական եկեղեցու եւ Սփյուռքի նկատմամբ վարվող քաղաքականության վտանգավորությունը։ Որպես այլընտրանք Սամվել Կարապետյանը ներկայացրել է ապագայի իր տեսլականը, բաղկացած 4 հիմնական կետերից։ Առաջին, պետական համակարգում պաշտոններ զբաղեցնելու են բացառապես խելացի եւ արժանի մարդիկ։ Կարապետյանը խոստանում է օգտագործել իր միջազգային գործարար կապերը եւ սեփական միջոցները երկիրը հարստացնելու համար, օրինակ բերելով Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման մոդելը։ Ազգային բարերարի ծրագրի առանցքային կետերից է լուծումներ գտնել բանկային վարկերի տակ ճկռող քաղաքացիների համար, բանկերի հետ համատեղ դուրս բերել մարդկանց պարտքերի անվերջ շրջանից։ Երրորդ, բացառվելու է քեն քշելու եւ քծնելու քաղաքականությունը։ Կարապետյանն առաջարկում է կառուցել նորմալ հարաբերություններ բոլոր հարևանների գերտերությունների հետ՝ Ռուսաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, առաջնորդվելով բացառապես Հայաստանի շահերից։ Եվ չորրորդ, պետք է վերացնել ատելության մթնոլորտը, ներողություն խնդրել միմյանցից եւ Հայաստանը դարձնել աշխարհի հայերի ամենաապահով տունը, գրել է Սամվել Կարապետյանը։ Մեր ձևով շարժման առաջնորդը նկատել է, որ Հայաստանի հասարակությունը պետք է ընտրություն կատարի վերջին 7 տարիների իրականության եւ իր շարժման առաջարկած արդար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի միջև։ Բայց մենք կունենանք աշխարհարժեք, բազմաֆունկցիոնալ համալիր։ Ընդ որում ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը հայ առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման իր առաջարկած ճանապարհային քարտեզի վերաբերյալ նոր հայտարարություն է արել, խոսելով հոգևորականների բարեվարկության էթիկայի սահմանման մասին։ Եպիսկոպոսաց դասի կուսակրոնության ինստիտուտի վերանայման հնարավորությունը չի բացառել վարչապետ Փաշինյանը, առաջարկելով քննարկել, արդյոք կուսակրոնությունը պետք է պարտադիր պայման լինի եպիսկոպոս ձեռնադրվելու համար։ Փաշինյանը կարծում է, որ պետք է հանրության համար հստակեցնել, թե որ մարմնին կարող է դիմել հոգևորականի վարքագծի հետ կապված խնդիրների կամ խախտումների դեպքում։ սա չափազանց կարևոր է, որովհետև այսօր ըստ էության Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարկության կանոններ գոյություն չունեն, այսինքն մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականը իր ամենօրյա գործունեության եւ կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, սիրելի Արցախ։ Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել են Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը։ Մտահոգիչ է եւ վիրավորական էր տեսնել, թե ինչպես է Վրդանես եպիսկոպոսը ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ ամենայն հայոց հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի եւ արցախահայության խնդիրները, ասվում է նամակում։ Արցախի քաղաքասարակության ներկայացուցիչների խոսքով Վրդանես եպիսկոպոսը կորցրել է հավատավոր ժողովրդի վստահությունը եւ բարոյական իրավունք չունի շարունակելու առաջնորդել Արցախի թեման։ Պատմությունը վկայում է եւ Դեկտեմբերի 12-ին հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի գործով կալանավորվել է 1 հոգի։ Նա մեղադրվում է ինքնասպանության հասցնելու համար, հայտնել է քննչական կոմիտեն։ Պաշտոնական աղբյուրը չի հստակեցնում կալանավորվածն ով է, մահացած զինվորի ծառայեկիցը թե վերադասը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ որդու Սպարտակ Ղուկասյանի դատականիստը հետաձգվել է դատին վկաների չներկայանալու պատճառով, հայտնել է փաստաբան Զարոյի Փոստանջյանը։ Պաշտպանի խոսքով այս դատական process-ը մեջբերում ժամավաճառության է նման։ Վկաները ովքեր պետք է ցուցմունք տային Վարդան Ղուկասյանի դեմ։ Դե իհարկե այդ վկաներին ինչ են հավաքել, իրենք են հավաքել այդ վկաներին։ Բայց հայտնի է անուններ կան։ Այո, հայտնի է, հայտարարեց անունները, պարզվեց վկաներից ոմանք ընդհանրապես չեն ծանոթվել, ես չգիտեմ նրանք կան, չկան, ովքեր են, ինչ է, իսկ ոմանք էլ ծանոթվել են, բայց չեն եկել։ Դատարանը որոշեց հարկադրանքի միջոց կիրառել վերման ենթարկելու վերաբերյալ այդ վկաներին։
Ես որևիցե բանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը ոչ թե այսօր, այլ վաղը քրեակատարողական հիմնարկից կտեղափոխվի Իզմիրյան բժշկական կենտրոն։ Նախատեսված էր, որ սրբազանին այսօր կտեղափոխեն բժշկական կենտրոն հետազոտությունների, ապա վիրահատման, սակայն հիվանդանոց տեղափոխությունը հետաձգվել է դատական նիստի պատճառով։ Պաշտպան Մարինե Ֆարմանյանի խոսքով վերաքննիչ քրեական դատարանում այսօր կքննարկվի սրբազանի դեմ կիրառված պատժի սահմանաչափը բարձրացնելու եւ պատիժը խստացնելու հարցը։ Եվրոպական միությունում պատրաստվում են քննարկել Հայաստանում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով բարձր անձնակատար Կայա Կալասը։ Կալասի խոսքով Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել մեջբերում արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի համար։ Ադրբեջանից եկող նավթամթերքը անձամբ կդիմավորի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը չի ցանկացել հայտնել այն ընկերության անունը, որը զբաղվում է ներկրմամբ, պատճառաբանելով, որ դա առևտրային գաղտնիք է։ Պապոյանը նաև հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով արդեն ցորենի 3-րդ բեռն է գալիս։ նախ սա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերը կենսաթոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ։ Նրա խոսքով որոշ շրջանակներ փորձում են վախ ու տագնապ տարածել հասարակության մեջ։ Թորոսյանը նշել է, որ կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Դեկտեմբերի 15-ին ժամը 8:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա զինվորականը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների եւ հայտնվել դաշտում։ Վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Տեղեկությունը տրամադրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Վանաձորում 22-ամյա երիտասարդը վթարի է ենթարկել ճանապարհն անթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին։ Վարորդը չի դիմել փախուստի, ահազանգել է շտապօգնության, տեղում արձանագրվել է հետիոտնի մահը։ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են Կոտայքի մարզից դեպի Երևան ուղևորվող մեքենաները ժամը 7:50-ի դրությամբ։ Ձախ կողմից ավտոմեքենաների հոսքն է դեպի Երևան, այսօր առավոտյան ժամը 7:50-ին Կոտայքի մարզի կողմից։ Տեսանյութին կից գրել է վարչապետը իր տելեգրամյան ալիքում։ Բեռլինում արդեն 2 օր ընթացող բանակցություններին այսօր միացել է Ֆինլանդիայի նախագահը։ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամ ալիքում գրել է երկու նախագահների հանդիպման մասին։ Նա հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինան համաձայնել է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու իր ցանկությունից, սակայն կտրականապես մերժել է տարածքային զիջումների գնալու գաղափարը։ Ռոստովի մարզին ուկրաինական ԱԹՍ-ներ են հարվածել, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը եւ բնակելի մի քանի շենքեր։ Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ գիշերը 12 շրջաններում եւ Կասպից ծովում խոցվել են ուկրաինական 146 ԱԹՍ, տուժածներ չկան։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այլևս սեղանին չէ, հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը։ Եվրամիությունը պետք է պատրաստի իսկապես լուրջ անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար, այլ ոչ թե ինչ-որ թուղթ, նշել է նա։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ինքն Ամերիկայից եւ Եվրամիությունից աջակցություն էր խնդրել ՆԱՏՕ-ին միանալու համար, սակայն դա չի կատարվել։ Այս ամենի ֆոնին Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կերինը հայտարարել է, որ գործարք չպետք է լինի, այլ իրենք պետք է խոսեն Ուկրաինայի հանձնման մասին։ Մագատեն վերսկսել է ստուգումների Իրանում, բայց առանցքային օբյեկտների հասանելիություն դեռևս չկա։ Տեսուչներին թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտներ, որոնք չեն ենթարկվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներին, ասել է գործակալության գլխավոր տնօրենը։ Նաթան Զում Սպահանում եւ Ֆորդոյում գտնվող 3 օբյեկտները նրա խոսքով ավելի կարևոր են, քանի որ դրանցում դեռևս զգալի քանակությամբ միջուկային նյութեր եւ սարքավորումներ կան, եւ տեսուչները պետք է վերադառնան այնտեղ, ասել է նա։ 53 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիան կզրկվի կենդանաբանական այգիներում գտնվող պանդաներից Չինաստանի հետ հարաբերությունների սառեցման պատճառով։ Երկվորյակ պանդաները Սյաոսյաուն եւ Լեյլեյը Չինաստան կվերադառնան հունվարի վերջին։ Ըստ Տոկիոյի եւ Պեկինի միջև կնքված համաձայնագրի կենդանիներին վարձակալության ժամկետը սպառվել է։ Նրանց մեկնելուց հետո Ճապոնիայում ոչ մի պանդա չի մնա։